նախ վերադառնալու համար պետք է ճանաչի այդ վերադառնալու իրավունքը։ Այսօր Հայաստանը որպես պետություն նույնիսկ չի ուզում խոսալ ընդհանրապես այդ թեմայի շուրջ։ Վերադառնալու իրավունքը եթե չի ճանաչում, ապա ընդհանրապես խոսալ վերադառնալու մասին որքան իմաստ։ Եվ առաջնային հարցը, որ մենք տեսնում ենք, հենց վերադառնալու իրավունքի ճանաչումն է, որը միջազգային իրավունքից է ելքում եւ շատ դժվար է այդ երկել կամ մերժել այդ իրավունքի արկայությունը ընդհանրապես հարաբաց այդ իրավունք հայրում։ Դրանից հետո պետք է գնա հետևյալ վերադարձնող մարդիկ պետք է անվտանգ լինեն ուրեմն խոսքը պետք է գնա անվտանգ վերադարձի մասին։ Սա է ուղղակի այդ տրամաբանությունը ընդհանրապես եւ այդ տրամաբանության շրջանակներում այո հնարավոր է այդ հարցը լուծել։ Ժամանակ է պահանջել, այո ժամանակ է պահանջել։ Դժվար է լինելու, շատ դժվար է լինելու։ Ես չեմ ուզում ավելով լավատեսություն հավաքել ձեզ, բայց իմ կյանքում այնպիսի դրվագներ է եղել, որ թվում է, թե հարցը ընդհանրապես լուծում չունի, հետևական աշխատանքով այդ հարցը լուծում ստանում է։ Դու եթե չես հավատում մի հարցի լուծման մեջ, երբեք այդ հարցը երբեք որևէ լուծում չի ստանալ։ Ուրեմն մոտեցում է ալգորիթմը, այսպես ասենք, այդ հարցի կարգավորման դրանից։ Եվ հիմա մենք խոսում ենք իրավունքի վերադարձի ճանաչման մասին, միջազգային։ Դրանից պետք է սկսել։